Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիս ամսվա հորոսկոպը ջրհոս նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, կնշեմ լարված օրերը։ Առաջին հերթին հորոսկոպը նայեք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Այսպիսով, արևը մինչև հունիսի 21-ը կգտնվի երկօրյակ նշանում, իսկ դա սիրելի ջրհոսներ ձեր 5-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է զբաղվելու երեխաների հետ կապված հարցերով, բիզնեսի հետ կապված հարցերով, սպորտով, ինչպես նաև գնալու թատրոն, կինո, ռեստորան նման ինչ-որ վայրեր։ Հունիսի 21-ից սկսած արևը կանցնի խեցգետի նշան ձեր 6-րդ տուն։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր առողջական հարցերով, ընտանի կենդանիներ եթե ունեք, ընտանի կենդանիների հետ կապված հարցերով, ինչպես նաև աշխատանքի հետ կապված հարցերով։ Մերկուրի մոլորակը ամսվա սկզբից սկսած մինչև ամսվա վերջ գտնվելու է խեցգետի նշանում ձեր 6-րդ տանը։ Եվ բերելու է շատ զանգեր, խոսակցություններ կապված կամ ինչ-որ անալիզների պատասխան, եթե առողջական թեմայով նայենք, եթե չէ, ապա գործի թեմայով, գործնական ինչ-որ հարցերով, անընդհատ շատ եք խոսելու, բանակցություններ վարելու, ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու։ Մերկուրի մոլորակը հունիսի 29-ից սկսած մինչև հուլիսի 23-ը գտնվելու է հետընթաց դիրքով։ Որպեսզի այժմ չկրկնվեմ, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, անցեք նայեք, սրա մասին արդեն խոսել եմ, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում եւ ինչ փոփոխություններ կբերի բոլոր նշաններին։ Վեներա մոլորակը մինչև հունիսի 13-ը գտնվելու է խեցգետի նշանում ձեր 6-րդ տանը։ Շատերը այս ժամանակահատվածում կգտնեն ինչ-որ աշխատանք, իհարկե եթե փնտրում եք, որը շատ ձեզ դուր կգա, ձեր սրտին մոտ կլինի։ Կամ ուղղակի կենցաղում ամեն ինչ նորմալ կլինի, կենցաղի հետ կապված ինչ-որ գնումներ գուցե կատարեք, կամ ոչ միայն գնումներ, ինչ-որ նվեր ստանաք, կենցաղի ինչ-որ պարագաներ, որոնք հաճելի կլինի ձեզ։ Ամսի 13-ից սկսած Վեներան կանցնի առյուծ նշան ձեր 7-րդ տուն եւ փոփոխություններ կբերի ձեր ամուսնու, կնոջ, գործընկերների կամ հաճախորդների հետ։ Քանի որ Վեներան է այնտեղ, կարծում եմ, որ զուտ հաճելի ժամանց կունենաք կամ ինչ-որ գործարք կկնքեք կամ ուղղակի լավ հաճախորդներ կունենաք։ Մարս մոլորակը մինչև հունիսի 29-ը գտնվելու է ցուլ նշանում ձեր 4-րդ տանը։ Զգույշ եղեք տանը, սիրելի ընկերներ, գազի հետ, կրակի հետ աշխատելիս, սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, Մարսը 4-րդ տանը հնարավոր է ինչ-որ լարվածություն բերի ընտանիքի անդամների միջև։ Ամսի 29-ից սկսած Մարս մոլորակը կանցնի արդեն երկօրյակ նշան, մինչև հաջորդ ամիս են տեղ լինելու ձեր 5-րդ տանը եւ ակտիվությունը կգա ձեր երեխաների միջև, հնարավոր է տարաձայնություններ կամ անհամաձայնություններ լինեն կապված երեխաների հետ։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, հունիսի 30-ից սկսած 1 տարով անցնելու է առյուծ նշան ձեր 7-րդ տուն, բերելով մեծ փոփոխություններ, հատկապես դուք եք զգալու, սիրելի ընկերներ, քանի որ ձեր դիմացի նշանում է գտնվելու։ Այժմ չմանրամասնեմ, քանի որ արդեն նյութ ունեմ առանձին տեղադրած Յուպիտերի հետ, հղումը կրկին կթողնեմ նկարագրություններ բաժնում, անպայման նայեք, սիրելի ընկերներ, թե ինչ նվերներ է բերելու ձեզ Յուպիտերը առաջին 1 տարվա ընթացքում։ Կարող է լինել ամուսնություն կամ եթե ցանկանում եք ամուսնալուծվել, Յուպիտերը ձեզ կօգնի, որպեսզի հեշտ ամուսնալուծվեք։ Կամ նոր ինչ-որ շահավետ համագործակցություն ունենաք կամ զուտ հաճախորդները ավելի շատանան։ Ուրան մոլորակը շարունակում է գտնվել երկօրյակ նշանում, այս ամսում 2-ից 3 աստիճան շարժվելով, Ուրանը երեխություն երկօրյակը ձեր 5-րդ տունն է, իսկ Ուրանը անսպասելի իրավիճակներն են, այսինքն ինչ-որ անսպասելի փոփոխություններ կապված երեխաների հետ կամ անսպասելի փոփոխություններ կապված սիրավեպերի հետ, ինչ-որ նոր սիրավեպ կարող է սկսվել կամ ընդհակառակը ավարտվի այդ սիրավեպը, երեխաների հետ, երեխաների կյանքում կարող են լինել այդ փոփոխությունները, կամ եթե մինչև այս երեխա չունեիք, օրինակ հնարավոր է երեխա ունենաք, Ուրանը նման ինչ-որ անսպասելի փոփոխություն բերի ձեզ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 18-ից 21 աստիճան շարժվելով, իսկ աղեղնավորը ձեր 11-րդ տունն է։ Սիրելի ընկերներ, զգույշ եղեք ձեր ընկերներից, գոլեգաներից, քանի որ հնարավոր է նրանք ձեզ ինչ-որ սխալ ինֆորմացիա տան կամ բամբասեն ձեր մասին, կամ ինչ-որ գաղտնիք ասեք, բայց նրանք բացահայտեն այդ գաղտնիքը։ Այնպես որ շատ զգույշ եղեք, շատ մոտ մի թողեք ձեր ընկերներին, շրջապատին, հարևաններին եւ այլն։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում շարժվելով 12-ից 14 աստիճան, Խոյը ձեր 3-րդ տունն է, իսկ 3-րդ տունը դա շփումն է, բանակցություններն են, դասընթացներն են,
քույր եղբայրներն են, հարևաններն են, իսկ Սատուրնը այստեղ ավելի կսառեցնի գուցե հարաբերությունները նրանց հետ կամ ուղղակի ավելի ինչ-ինչ պատճառներով ավելի քիչ կշփվեք նրանց հետ։ Նորալուսինը կլինի հունիսի 15-ին երկվորյակ նշանում ձեր 5-րդ տանը, բերելով ձեզ նորություն կամ նոր սկիզբ կապված իրավեպերի, երեխաների հետ կամ սպորտի հետ։ Կամ ուղղակի այս նորալուսնի ազդեցության տակ ձեզ կհրավիրեն ինչ-որ առիթի, գուցե ռեստորան, թատրոն, կինո եւ այլն։ Եվ լիալուսին կունենանք հունիսի 30-ին, այդ եղջյուր նշանում ձեր 12-րդ տանը, և երկու շաբաթ հետո իր ազդեցությունը այն կթողնի այդ եղջյուրը 12-րդ տանը, սիրելի ընկերներ, ինչ-որ վերջնական կետ կդրվի կապված հեռավոր հողերի հետ, հիվանդանոցների հետ, գուցե այս ժամանակահատվածում վիրահատություն ունենաք, իհարկե բոլորին չի սա վերաբերվում, կամ ուղղակի մեկնեք ինչ-որ հեռավոր հողեր, առհասարակ լավ ժամանակահատված է այս լիալուսինը 12-րդ տանը, որպեսզի ազատվեք այն ամենից, ինչը ձեզ խանգարում է։ Բացասական վատ սովորություններ կարող է լինել կամ տանը ուղղակի մաքրություն կատարեք եւ այն իրերը, որոնք դուք 1 տարի արդեն չեք օգտագործում, դեն նետեք։ Այժմ լարված օրերի մասին նշեմ։ Լարված կլինի հունիսի 4-ը, հունիսի 9-ը, հունիսի 17-ը եւ հունիսի 25-ը։ Այս օրերին զերծ մնացեք տարբեր ինչ-որ կարևոր գործողություններ իրականացնելուց։ Այսքանը սիրելի ջրհոսներ կապված հունիս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։